Հայաստանը ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը քննարկելու TRIP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են Միացյալ Նահանգների պետքարտուղարության, ինչպես նաև զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները։ Նրանց ընդունել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հայաստանի կառավարության փոխանցմամբ նրանք քննարկել եւ համաձայնեցրել են TRIP-ի իրականացման հետ կապված գործառնական եւ իրավական մի շարք հարցեր։ Գրիգորյանն ընդգծել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի հետևողական իրագործման կարևորությունը։ Հեղուկ գազի գնի կտրուկ աճի հիմնական պատճառներից մեկը ըստ էկոնոմիկայի նախարարի կապված է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի հետ։ Տուրք է սահմանվել երկրի սահմաններից դուրս բերվող հեղուկ գազի վրա, եւ դա վերաբերում է բացարձակապես բոլոր երկրներին, ոչ միայն մեզ, ասել է նախարար Պապոյանը։ Կառավարության ներկայացուցիչը նաեւ մատնանշել է հարևան Իրանում ստեղծված բարդ իրավիճակը, այսինքն կան գործոններ, որոնք մենք չենք կարող անտեսել, ասել է Պապոյանը, հավելելով, եթե այդ գործոնները մինչև վերջ մնան անփոփոխ, ապա կներեք, բայց հեղուկ գազի գինը կարող է չընկնել։ Նախարարն ասել է նաև, թե հարցում է ուղարկել մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով Հայաստանում հեղուկ գազի գնագոյացմանը վերաբերող իրավիճակը պարզելու համար։ Կրակոցներ Երևանում կասկածյալը տեսնելով, որ վրիպել է Մերսեդեսով է վրաերթի ենթարկել քաղաքացուն, որից հետո Վրաստան գնալու ճանապարհին հայտնվել է Աղստև գետում։ Հանցագործությունը բացահայտվել է։ Էրեբունու քննիչները պարզել են, որ ենթադրյալ սպանություն կատարողը Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդը Մերսեդեսով Նուբարաշենի խճուղում տեսնելով իր զոհին, Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին իջնում է ավտոմեքենայից ու իր ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոց արձակում։ Սակայն Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի։ Սարգիս անունով կրակող այս տղամարդը սակայն Մերսեդեսով է հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում։ Հետո էլ դիմում է փախուստի, նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատել անցնել Վրաստան։ Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետր հատվածում դուրս է գալիս երթևեկելի գոտուց բախվում բետոնե պատնեշին եւ հայտնվում Աղստևում, որտեղից էլ նրան տեղափոխում են Դիլիջան բժշկական կենտրոն։ Առաջին օգնություն ստանալուց հետո փորձում է հիվանդանոցից փախչել։ Այստեղ էլ նրան պարեկներն են բռնում եւ Նուբարաշեն խճուղուց իր թրիլերային ճանապարհը սկսած Սարգիսը հիմա Նուբարաշեն կալանավայրում է։ Սիրան Շմուրեդյան, ժամը լրատվական։